Ողջույն սիրելի հեռուստադիտող, ձեզ հետ Ռադար զրույց հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Խոսելու ենք վերջին օրերի կարևոր իրադարձությունների եւ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին։ Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քաղաքացիական պայմանագիրը հանգստյան օրերին ներկուսակցական քարոզարշավներ է անում, նաև հանդիպում բնակչության հետ։ Ինչ տպավորություններ ունեք այս հանդիպումներից։ Նախ հիշեցնենք մեր քաղաքացիներին, թե ինչու եւ ինչպես է այս ամենը տեղի ունենում։ Մեր կուսակցությունը որոշում է կայացրել ընտրել ցուցակի ձևավորման ժողովրդավար մեթոդը։ Դուք գիտեք, որ օրենքի պահանջով պետք է համաժողովը հաստատի առաջին 30-ին, բայց մենք գնացինք դրանից էլ անդին եւ որոշեցինք, որ պատվիրակները պետք է քվեարկեն։ Ըստ էության քվեարկությունը տեղի ունենում երկու փուլով։ Առաջին փուլում 270 տեխնացուներից պատվիրակները իրենց քվեարկությամբ ձևավորեցին հերթականությունը, իսկ արդեն երկրորդ փուլով առաջին 50-ին կռեյտինգավորեն մեր պատվիրակները։ Եվ այսպիսով մենք ամեն շաբաթ կիրակի, այս շաբաթ կիրակի նույնպես գնում ենք մարզեր, հանդիպում մարզային պատվիրակների, եւ այո, երբ որ հայտնվում ենք մարզում, մարզային որոշ համայնքներում, մեր քաղաքացիները ջերմ ընդունելություն են կազմակերպում ոտի վրա, այսպես մենք շփվում ենք քաղաքացիների հետ, շատերի պահանջով գնում ավելի բազմամարդ տեղեր, օրինակ Արթիկի պարագայում հրապարակը, Թալինի պարագայում շուկա եւ այսպես շարունակ, եւ սա լավ առիթ է հերթական անգամ մեր ռեֆորմները տեսնել իրագործված, տեսնել դրանք հողի վրա, եւ սա շատ լավ փորձառություն է մեզ համար։ Իհարկե, այնպես չէ, որ մինչեւ այս քարոզարշավը մենք մարզեր չէինք գնում, համայնքներ չէինք գնում, գիտեք, որ պատգամավորները ակտիվ են նաև թիմ ընտրությունների շրջանակներում, բայց սա հերթական առիթն է մեր ժողովրդի հետ շփվելու։ Որն է ամենակարևոր ուղերձը, որ ստանում եք քաղաքացիներից։ Ինձ համար անխոս դա խաղաղության հաստատումն է, մեր քաղաքացիների գերակշիռ մասը խոսում է խաղաղության հաստատումից, բայց համայնքից համայնք դրանք տարբեր են, ավելի մեծ պահանջ նոր կառուցվածքների, նոր մանկապարտեզ կլինի, դպրոցներին ցույց տալիս ինձ աշակերտների իրենց, որոնք վայելում էին արդեն նորակառույց դպրոցը, բայց օրինակ սպորտ զալի դեռ խնդիր կա, որ պետք է լուծվի, այսինքն համայնքից համայնք դրանք տարբեր են։ Ընդհանուր առմամբ այն հիմնական ուղերձը այն է, որ մարդիկ անվտանգ միջավայրում են ապրում եւ ժամանակ ունեն ֆիքսվելու ավելի ենթակառուցվածքային խնդիրների վրա, որոնք լուծելի են իհարկե։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շատ է խոսվում ընդդիմության միավորման մասին, ինքներդ ինչպես եք գնահատում նրանց միավորման շանսերը։ Դե անխոս նրանք արդեն չեն էլ թաքցնում, իրենց ճեպազրույցներում խոսում են հենց դրա մասին, իրենք գնահատում են ստապ, որ իրենցից որևէ մեկը չի վայելում ժողովրդի աջակցությունը, այսինքն վերջին ճեպազրույցի ժամանակ էլ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը ասում էր, ակնհայտ է, որևէ մեկը մեծամասնություն չի ունենալու։ Ես կարծում եմ, որ իրենք լավ գիտակցում են, որ իրենց առաջարկը քաղաքացիներին մրցունակ չէ եւ քաղաքացին չի գնալու իրենց քվեարկելու, չի գնալու ընտրատեղ համաս իրենց քվեարկելու։ Եվ ուրեմն իրենք փորձում են այսպես տարբեր բևեռներ ձևավորել, իրար ձևականորեն քննադատել, փորձել ի ցույց դնել որևէ ձև փոխկապակցված չեն, բայց ըստ էության, եթե մենք նայում ենք դաշտին, կա Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, երկու նախկին նախագահներ իրենց պրոտեժեներով։ Եվ ակնհայտ է, որ շատ ձայն հավաքածի շուրջ են հավաքվելու եւ ենթադրում ենք, որ դա կարող է լինել նախկին նախագահներից մեկը, բայց ինձ թվում է, որ նաև հարցումներն են դա ցույց տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունը միջև քոք մաշեցրել է իրենց հեղինակությունը եւ նոր խորհրդանում հայտնվելու լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումներ հրապարակեց, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի դիրքերը թուլացել են, սա ինչ է նշանակում։ Սա հենց դա է նշանակում, որ ընդդիմությունը ըստ էության չի կարողանում որևէ օրակարգ ձևավորել եւ Ռոբերտ Քոչարյանը անթաքույց ցույց է դնում, որ թե սրբազան շարժման հետևումով էր կանգնած, Քթրիչ Ներսիսյանի հերոսությունների հետևումով է կանգնած, փորձում է տարբեր գործիքներ օգտագործել, փորձում է երբեմն թաքնվել, երբեմն ոչ, իր երեսով հանդես չգալ, բայց Ռոբերտ Քոչարյանը չի վայելում, չունի ինքը հանրային աջակցություն, նույնիսկ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, եւ ակնհայտ է, որ հիմա փորձում են ռուս օլիգարխներին հրավիրել
Հայաստան անելային ինչ որ միշտ անում են, այսինքն ժողովրդի քվեն ձայնը գողանալ եւ վերադարձ ապահովել մի բանի նպատակով՝ պաշտպանելու սեփական գույքը։ Ըստ էության Ռոբերտ Քոչարյանը 21 թվականից մի նպատակ է հետապնդում՝ պաշտպանել պետությունից քաղաքացուց գողացածը, նրանք սահմանադրական դատարանում էլ վիճարկեցին ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը եւ փորձում են այսպես տարբեր ձևերով փողոցային պայքար գեներացնել, որը ակնհայտորեն չի հաջողում եւ ըստ էության ինչպես IRA-ի հարցումները ցույց են տալիս, իրենք պարզապես մաշվել են որպես քաղաքական ուժ։ Ինչպես կմեկնաբանեք օրերս Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե ՀՀ պետք է մտնի միութենական պետության կազմում, սա ինչ է նշանակում։ Սա ցույց է դնում ընդդիմության հավաքական մոտեցումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, եւ որովհետեւ մենք ասում ենք, որ ընդդիմությունը գալիս է Հայաստանի անկախության դեմ պայքարելու, շատերը կարծում են, որ ինչ որ մի ձև չափազանցնում ենք, բայց Վարդան Ղուկասյան, Վիտալի Բալասանյան, ըստ էության օլիգարխիկ տարբեր այլ ներկայացուցիչներ ցույց են տալիս, որ իրենց մոտեցումը Հայաստանի նկատմամբ մեկն է՝ մսխել անկախությունը, կորցնել պետականությունը եւ դառնալ այսպես գավառական ղեկավար։ Սա մեր քաղաքացիներին ուղերձ է, այն որ մենք ասում ենք, որ եթե մենք չլինենք, խաղաղություն չի լինելու, անկախություն չի լինելու, ինքնիշխանություն չի լինելու, դրանից բխող թրիփ նախագիծը չի լինելու, հա, այս պարզապես քարոզչական տեքստեր չեն, սրանք իրականություն են եւ ես մի կողմից էլ կարող եմ ասել, որ գոհ եմ, որ իրենք այս հայտարարությունները անում են բաց մեր քաղաքացիներին ցույց տալով, որ մենք ճիշտ ենք։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարեց ցուցակի առաջին համարը լինելու է Նարեկ Կարապետյանը, սակայն վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, որի համար սահմանադրություն է պատրաստվում փոխեն, եթե անցնեն, սա ինչպես կմեկնաբանեք, ինչ է նշանակում։ Սա հերթական օրինակն է, թե ինչպես իրենք փորձում են անարգել պետությունը, պետականությունը, չեն հարգում սահմանադրությունը, սահմանադրական կարգը, որտեղ սահմանադրությունում ցենզերը պատահաբար չեն հայտնվել։ Դրանք նպաստում են մեր ինքնիշխանության եւ անկախության հաստատմանը։ Եվ գալ եւ փոխել նույնն է ինչ որ ասում են Վիտալի Բալասանյանը, այսինքն թույլ տալ, որպեսզի մայր օրենքը թույլ տա այլ օտարածին օտար ծագում ունեցող ուժերի հաստատում Հայաստանի Հանրապետությունում։ Սա ըստ էության նույնն է, իրենք տարբեր բառերով խոսում են նրա մասին, որ իշխանության գալով զիջելու են մեր անկախությունը։ Վերջերս խոսել է կտրական գործընթացների վրա արտաքին ուժերի հնարավոր ներգործության մասին, ինչպիսի կոնկրետ ռիսկեր եք տեսնում այս փուլում եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը, որպեսզի այդ ազդեցությունը չխաթարի ընտրությունների թափանցիկության եւ արդար մրցակցության վրա։ Դե տարբեր թե օրենսդրական փոփոխություն օրինակ ընդունեցինք վերջերս մի նախագիծ, որով արգելվում է օտար կենտրոններից, արտաքին կենտրոններից մեր անկախություն, ինքնիշխանություն նստեւացող կոչեր, պարունակող եթերի, հաղորդումների եթեր հեռարձակում, օրինակ դա կարող է դիտարկվել որպես ձև պայքարի, բայց ես կարծում եմ, որ մենք մեր քաղաքացիների հետ բաց եւ թափանցիկ շփումով է, որ հաղթահարելու ենք այդ մարտահրավերը, ախոս միջազգային փորձը հուշում է տարբեր ձևեր եւ տարբեր գործիքներ։ Մենք շատ շնորհակալ ենք ԵՄ-ի մեր գործընկերների աջակցությանը, որը հենց այս հիբրիդային գրոհների դեմ պայքարում աջակցության մասին հայտնել է արդեն։ Դուք գիտեք, որ Եվրոմիջանը թեկուզ տարբեր անդամ պետություններում մենք ականատես ենք եղել, թե ինչպես են արտաքին միջամտության փորձում հետք թողնել ընտրությունների արդյունքի վրա, բայց ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները 21 թվականից հետո եւ դրան հետեւող շրջանում, երբ որ ամենօրյա զոհ էին սուտ լուրերի, շատ լավ սովորել են տարբերակել թե հղումները, թե աղբյուրը, սկզբնաղբյուրը նյութի եւ վստահել այն քաղաքական գործիչներին, ովքեր պարբերաբար ստում են։ Լավագույն օրինակը թերևս ոսկեպարի եկեղեցին է, եւ որ մի ամբողջ շարժում փորձում էր գեներացվել սուտ լուրերի հիմքով, թե իբր ոսկեպարի եկեղեցին հանձնվելու է, գիտեք, Ադրբեջանին, դրա հիմքով ստեղծել մի ամբողջ սրբազան շարժում, վեղարի տակ թաքնված սուտասանների առաջնորդությամբ, բայց մենք տեսնում ենք, որ պարբերաբար սուտ տեղեկատվություն ստանալով եւ
դրա դեմ պայքարելով մեր քաղաքացիները ըստ էության քիչ-քիչ սկսել են մերժել այդ քաղաքական գործիչներին։ Որքանով է ընդունելի միջազգային կառույցների ուղղակիորեն ներգրավվածությունը դրական գործընթացներում եւ ընդդիմադիր տարբեր ուժերի պաշտպանություններում։ Տեսեք, օրինակ դիտորդական առաքելություններ միջազգային դրանք միշտ եղել են, գալիս են եւ իրենց առաքելությունը իրականացնում են։ Եմեն, երբ որ ասում են հիբրիդային պատերազմի դեմ է պայքարելու, ապա տեղեկատվության աջակցելու է, սա հստակ որևէ ուժի աջակցություն չէ, սա պարզապես անկախ տեղեկատվական դաշտ ստեղծելուն ուղղված քայլ է, որ անկախ ամենից հիբրիդային գրողների զոհ կարող են լինել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Սրանք նորմալ են, այսինքն երբ որ դու ստեղծում ես գործիքներ, որոնցից օգտվել են քաղաքացիները պաշտպանելու մեր ժողովրդավարությունը, բայց անմիջական աջակցություն տարբեր օտարերկրյա կենտրոններից որևէ կոնկրետ քաղաքական ուժին բնականաբար անընդունել են։ Ինչ կոնկրետ քայլեր եւ մեխանիզմներ է նախատեսում իշխանությունը ապահովելու ընտրական գործընթացների լիարժեք թափանցիկությունը, հավասար մրցակցային պայմանները քաղաքական ուժերի համար եւ հանրության վստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Դե գիտեք, հեղափոխության մեծ փոփոխությունը դա առհասարակ քաղաքացիների վստահության վերադարձն է ընտրական գործընթացների նկատմամբ եւ ես կարծում եմ որ Հայաստանը օրինակելի երկիր է։ Ի հեճուկս այն գույժերի, որ կհիշեք 21 թվականի ընտրությունների մեր ընդդիմությունը խոսում էր, որ արյուն է թափվելու եւ այլն, սրանք տեղի չեն ունեցել, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որպես իշխող մեծամասնություն իզորու է կազմակերպել բաց եւ թափանցիկ ընտրություններ եւ ես կարծում եմ, որ առհասարակ 18 թվականից այս կողմ երբևէ որևէ ընտրության արդյունք չի վիճարկվել եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է եւ այստեղ մի հետաքրքիր բան էլ կա որ մենք ունենք հարցումներ որոնք ցույց են տալիս որ քաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքը այսինքն իշխանություն ձևավորել իրավունքը տեսնում են հենց ընտրությունների միջոցով այսինքն քաղաքացին չի կարծում որ փողոցով պետք է որևէ իշխանություն գնա կամ գա եւ սա ինչի ցուցանիշ է այն որ ընտրական գործընթացի նկատմամբ կա 100%-անոց վստահություն սա շատ կարեւոր է որովհետեւ առհասարակ երբ որ հիմա փորձ է արվում ինչ որ շարժումներ համեմատության մեջ դնել հեղափոխության հետ մի մեծ բան են բաց թողնում այն որ հեղափոխությունը տեղի է ունեցել նրանից հետո որ երբ որ քաղաքացին տասնամյակներ զրկված է եղել իր քվեով իշխանություն ձևավորել իսկ հիմա երբ որ քվեով մարդ գնում է եւ իշխանություն է ձևավորում սրանից թանկ բան չունենալով նախ սա չի զիջելու որևէ օլիգարխիկ իշխանության եւ երկրորդը փողոցային պայքարի իմաստ չի տեսնում որովհետեւ իր ձայնը լսելի է տեսանելի է եւ նա կարող է փոփոխություն բերել Ինչպես է գնահատում Իրանի եւ Իսրայելի միջև շարունակող լարվածությունը եւ ռազմական բախումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային կայունության եւ Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռության վրա։ Դուք գիտեք, որ այս շրջանում անվտանգության խորհուրդը երկու նիստ է արդեն գումարել եւ ես վստահ եմ, որ այն կառույցը, որն օրհնված է մաքսիմալ տեղեկատվությամբ, որոշումներ պատշաճ կայացնում է, մենք որպես իշխող մեծամասնություն իհարկե խաղաղության կողմնակից ենք տարածաշրջանում լարվածության բացառման եւ դրա մասին են վկայում նաեւ արտաքին գործերի նախարար Միրզոյանի երկու հեռախոսազրույցները անմիջապես հարևան պետությունների հետ որոնք պարունակում էին այդ հաղորդագրությունները կավոր շեշտադրումներ այն որ կարեւոր է որ կայունություն լինի տարածաշրջանում եւ որ դա բխում է առհասարակ տարածաշրջանի շահերից ավելին կարծում եմ մեկնաբանելու անհրաժեշտություն չկա Շնորհակալություն զրույցի համար Այսօրվա համար այսքանն էր մեր հյուրն էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը